Այս շաբաթ խորհրդարանում հյուրընկալվեց Լատվիայի Սայմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունար Սկուտրիսի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերին խորհրդարանում նախընդունեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հանդիպման առանցքում էին Հայաստան-Լատվիա միջխորհրդարանական կապերի զարգացմանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը։ Հաջորդ թիվ Լատվիայի ժամանած պատվիրակության հետ հանդիպեցին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան, Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի անդամները։ Երկու երկրների միջև առկա բարեկամական կապեր, կրթական, մշակութային, միջպետական ու միջխորհրդարանական հարաբերություններ։ Այս հարցերն արդեն բարեկամական խմբերի անդամների քննարկման առանցքում էին։ Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Հյուրերին ներկայացվեց Հայաստանի կառավարության հեղինակած խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Շատ հարցեր քննարկեցինք։ Նախ եւ առաջ հասկանում ենք, որ տնտեսական տիրույթում չիրացված մեծ ներուժ կա։ Պետք է կարողանանք միմյանց հետ համագործակցել, աջակցել նախարարություններին, հանուն դեպի դիվերսիֆիկացիա տանող ձգտումների։ Պետք է հասկանանք նաև, թե աշխարհակահաղական տիրույթում ինչ խնդրահարույց հարցեր կան, որոնց լուծման մասով մեր երկիրը կարող է աջակցել ձեզ։ Լատվիայի ժամանած պատվիրակների հաջորդ հանդիպումը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ու հանձնաժողովի անդամների հետ էր։ Քննարկվեցին երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցեր, ընդգծվեց նաև միջխորհրդարանական համագործակցության առանցքային դերակատարությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն գործընկերության խորացման հեռանկարներին, ընդգծելով այս ուղղությամբ Լատվիայի օժանդակության կարևորությունը։ Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման համատեքստում հայ խորհրդարանականները ներկայացրին նաև եվրաինտեգրման ճանապարհին մեր երկրի կողմից իրականացվող քայլերը։ Քննարկել ենք Եվրամիության հետ հարաբերություններին վերաբերող հարցերը։ Իհարկե հասկանում ենք, որ այդ հարցում մեր երկիրը մեծ փորձ ունի, եւ մենք կարող ենք մեր փորձով օգնել, աջակցել եւ կիսվել Հայաստանի հետ։ Հուսով ենք, շուտով Հայաստանը եւս կդառնա Եվրամիության անդամ։ Մինչ Հայաստանից հեռանալը Լատվիայի պատվիրակներն այցելեցին նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերը ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգեցին Սուրբ Նահատակների հիշատակը։ Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում, ծանոթացան Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին։ Գունար Սկուտրիսը գրառում կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում։